հիմա ժամանակաշրջանների բաժանենք նախահայերենը, pre-Armenian-ը, ինչպես ենք սահմանում։ Նախահայերենը կամ pre-Armenian այդ վիճակը սահմանում ենք որպես հնդեվրոպական միասնության մեջ հայերենի սաղմնային, բարբառային մյուս լեզվաճյուղերի սաղմնային վիճակների հետ բարբառային հարաբերությունների շրջան։ Այդ ժամանակ հայերենը դեռ անջատված չէր։ Մեր թվարկությունից առաջ մոտավորապես 4 հազարամյակի ընթացքում 4 հազարամյակի կես էր մոտավորապես։ Hello and welcome to this special season of Language Therapy with Dr. K, a podcast from the USC Dornsife Institute of Armenian Studies. In a break from our usual format, these 10 episodes are entirely in Armenian and devoted to the Armenian language itself, its history, its structure, its diversity, and the many narratives that shape how we understand it. My guest for the entire special series is Dr. Hrac Martirosyan, one of the world's leading historical comparative linguists and a foremost authority on Armenian. Over the course of these conversations, we take on some of the most persistent and often emotionally and politically charged questions surrounding the language. We approach these sensitive topics through conversation, bringing together our collective scholarly expertise in historical comparative linguistics and sociolinguistics to unpack myths, clarify misunderstandings, and most importantly, situate Armenian where it belongs, as a living, changing language shaped by history, contact, and its speakers. All episodes are subtitled in English and available on YouTube. We're so glad you're here, and we invite you to listen with curiosity. Hrac Martirosyan ջան, ողջույն։ Բարլուս Շուրջան։ Ուրեմն անցյալ մեր զրույցում խոսեցինք հայերենի հնդեվրոպական լեզու լինելու մասին, հնդեվրոպական ընտանիքին պատկանելության մասին։ Այս զրույցների մեջ միշտ հայերենի տարիքն ու շրջաբաժանումն է գալիս ու առանցքային ու թե հանրային թե մասնագիտական դիսկուրսում այնքան ծայրահեղ բաներ ենք լսում, որ երբեմն դժվար է զատել, թե որն է գիտական, որն է սիրողական, որն է ուղղակի չգիտական կամ հակագիտական։ Նույնիսկ հիշեցի, որ վերջերս պատմաբան ընկերներիցս մեկը հայագետ գիտաժողովի էր մասնակցելու ու ստագնապային զանգ ստացա, եթե ինձ հարցնեն հայերենը քանի տարեկան է, ոնց պիտի պատասխանեմ, սա նշում եմ ինչի, որովհետև նույնիսկ հայագետ լինելը չի նշանակում պատմահամեմատական լեզվաբանության տիրապետող անձ լինելը։ Իսկ հայագետը այնքան լայն ու միջառարկային է, որ ու ես հիշում եմ այդ պահին մտածեցի, բայց ինչպես որակավորեմ պատասխանը ու այստեղ արդեն որ մտքիդ մեջ փայլում են տարբեր, ասենք, ինչ-որ նարատիվներ, արդյոք Մաշտոցի հետ է սկսվում հայերենի տարիքը, իհարկե ոչ, բայց դա էլ է շատ տարածված ինչ-որ ընկալում։ Արդյոք հայոց լեզվի տարիքը, պատմությունը սկսվում է հնդեվրոպական նախալեզվի ակունքներից եւ այլն եւ այլն։ Հիմա այս ամեն ինչը ասում եմ, որ շեշտեմ ինչքան ոգևորված եմ, որ վերջապես ճիշտ մարդու կարող եմ հարցնել ու կարող ենք իրար հետ քննարկել այդ շատ առանցքային կարևոր հարցը։ Հիմա սկսենք հետեւյալ շատ պարզ հարցից, ստանանք պարզ պատասխան, հետո անցնենք դրա այդ ներքին թելերը քակտելով։ Քանի տարեկան է հայերենը։ Մոտավորապես 5-6 հազար տարեկան է, դե դա կարելի է որոշել ընդհանուր հնդեվրոպական լեզվաընտանիքի ներսում տարբեր մեթոդներ կիրառելով, նայելով ասենք թե
այն մեր սանոթ հնդերոպական ճյուղերը ինչ զարգացումներ են անցել հայերենը դրանց մեջ իհարկե 1500 տարի գրավոր պատմությունով, բայց մյուսներն էլ կան, որ շատ ավելի երկար պատմություն, այսինքն մոտ 3.5-4 տարվա գրավոր պատմություն ունեցող ճյուղեր ունենք, խեթալուվականները, հնդկականը, ավեստերենը եւ հունարենը։ Սա նշանակում է, որ 3-4 տարի առաջ այս լեզուները իրանց տեքստերով վկայված ելնելով այդ վիճակներում արդեն իրարից այնքան տարբեր էին, որ իրար համար հասկանալի չեն։ Ավեստերենն ու վեդայականը զգալի չափով ավելի մոտ են, որտեղ տեսանք, որ դա մի ճյուղ է ներկայացնում, բայց մյուսներով խոսողները այդ ժամանակաշրջանում, այդ ամենահին երկրորդ հազարամյակի կեսերին կամ վերջերին, այդ ժամանակ տեքստերով վկայված լեզվավիճակները իրար համար հասկանալի չեն։ Այսինքն 3-4 տարի ու արդեն իրանք հասկանալի չեն ու դրանից այն կոմիշքան պետք է գնանք, որ միտքան էլ երևի պետք է գնանք, որ հասնենք այն շրջանին, որ վերակազմությունն է ու որի ինչքան գնում ենք ժամանակի խորքը, այնքան իրար ավելի հասկանալի են եղել։ Հենց դա է ուզում հարցնել, եթե մենք ասում ենք հայերենը 5-6 հազար տարեկան է, իսկ հնդեվրոպական լեզվաընտանիքը քանի տարեկան է։ Լեզվաընտանիքը իր տարիքը մեծ է, բայց քանի որ ասենք բաժանվելուց առաջ էլ ինքը գոյություն ուներ, չէ՞։ Դե այն հաջորդ մակարդակի մասին խոսելիս երևի ուրիշ զրույց դրա մասին կլինի, նոստրատիկ են կոչում պայմանականորեն, չնայած դրա տարբեր վարկածային դրսևորումները կան, այն նախատատ եւ տատուտատ եւ այլն այդ վիճակներում արդեն մենք խոսում ենք ուրիշ ժամանակագրության մասին, այդ ամենահին այն ժամանակ հայերենը բան չկար, բայց այսինքն հնդեվրոպական նախալեզուն գոյություն ունեցել է դրանից առաջ էլ երկար ժամանակ, մինչև որ հասել է տրոման, այսինքն մասնատման, այդ տարբեր ճյուղեր, որ գաղթել են, տեղաշարժվել են ու կամաց-կամաց հայտնվել են իրանց պատմական հայրենիքներում։ Այդ ելակետայինը մենք վերցնում ենք տրոման փուլը։ Այսինքն բաժանման, տարանջատման, տրովելը, այսինքն այդ այն հանրությունը, որ խոսում էր հնդեվրոպական նախալեզվով, մի որոշակի տարածք է գրավել, որոշակի քանակության պոպուլյացիա ժողովուրդ խոսել է այդ լեզվով, բարբառային որոշ տարբերակումներով իհարկե, տարբերություններով, բայց համենայն դեպս իրանք այդ մինչև այդ տրոման պահնել գոյություն են, դե պահեմ, ասում պայմանականորեն, դա հստակ մի ասենց բան չի եղել, դա որոշակի գործընթացներ է ենթադրում, իհարկե որոշ ճյուղեր մի քիչ ավելի շուտ են անջատվել ու դա երկարատև գործընթաց է եւ այլն։ Բայց համենայն դեպս մենք հաշվում ենք դա որպես ելակետ։ Դրանից առաջ հնդեվրոպական նախալեզուն էլի գոյություն ուներ հազարամյակներով, կարանք էլ փորձենք շրջանաբաժանման ենթարկենք բան, բայց ավելի խոր գնալով մենք կարանք հասնենք տատ եւ ավելի հին վիճակներին։ Եվ դա քանի հազար տարի առաջ էր։ Մոտավորապես իհարկե ենթադրելով որ սրանք մի քանի տասնյակ հազար տարի այն ժամանակվանից, երբ որ մենք ունենք հոդաբաշ խոսքը Homo sapiens-ի հոդաբաշ խոսքը, այսինքն այն ժամանակվանից, երբ որ լեզուն երկիր մոլորակի վրա մի տեղ կամ մի քանի տեղ նույնիսկ համատարած ինչ-որ գերիշխող տեսակետ չկա, կա մոնոգենез, պոլիգենез տարբեր մոտեցումներ, բայց համենայն դեպս շատ չեն եղել այդ, կամ մի ակունք է եղել, կամ մի քանիսը։ Ու դրանից հետո տասնյակ հազար տարիներ զարգացումներով ու տարբեր ճյուղավորումներով գալիս ենք ի վերջո այդ ասածս ժամանակաշրջանին մոտ մեզնից 5-6 հազար տարի առաջ, երբ որ կոնկրետ մեր հնդեվրոպական նախալեզուն սկսեց տրովել, դրա տարբեր մասեր գաղթեցին տարբեր ճանապարհներով ու հայտնվելով իրանց պատմական հայրենիքներում։ Այսինքն նորից շատ բարձեցված ձևով մեկնաբանեմ, մեր թվարկությունից առաջ 5, 6, 7, միգուցե 10 հազար տարի առաջ մի ինչ-որ տարածքում մի հանրություն ա եղել, որը խոսել է այս հնդեվրոպական նախալեզվով ու մի տարածքում էլ չի մնացել ամենայն հավանականությամբ։ Մանավանդ հիմա գենետիկական նոր մեթոդներ կան, որ իրանք տեղաշարժվել են, հետո վերադարձել են համարյա նույն տեղերը, դա էլ երևի հետո ասենք կարելի է քննարկել, բայց իրանք միտեղ տենց ամրագրված տարածք չեն ունեցել, որ հազարամյակներով մնացել են էլ ինտեղ։
բայց ամեն դեպքում ինչ որ փուլային հետո տեղաշարժեր են եղել, չէ՞։ Որը որ հետո մենք կոչում ենք տրոհում, այսինքն խմբեր են եղել, որ բաժանվել են այդ, չգիտեմ, առաջնային կամ երկրորդական նախահայրենիքից, հետո այդ բաժանումների ընթացքում ու ժամանակի ընթացքում այդ ազգակից լեզուները գնալով սկսել են հեռանալ, տարբերվել։ Հիմա, երբ որ մենք տալիս ենք հետևյալ հարցը, քանի տարեկան է հայերենը, ինչն ենք համարում հայերենի սկիզբը, տրոհման բառը, անպայման, հենց այդ տրոհման, այդ պայմանականորեն այդ պահը, այդ շրջանը, որը կարող է տևել է ինչ-որ ժամանակաշրջան, այդ կետից սկսած մենք կարանք խոսենք հայերենի ինքնուրույն գոյության մասին։ Իսկ այդ ժամանակն էլ արդեն ասեցի, որ տեքստերի գոյությունը այդ ժամանակ, որ արդեն 4000 տարի մեզանից առաջ այդքան տարբերակված էին, մոտավորապես կարանք պատկերացնենք ինչ արագությամբ են փոխվում, զարգանում, փոփոխությունների ենթարկվում այս լեզուները, ու նաև կա բառա վիճակագրական մեթոդ, թե ինչ արագությամբ մոտավորապես բառերը մաշվում են, կորչում են եւ այլն, նաև այդտեղ եթե հնագիտական նյութ ունենք, տարբեր եղանակներ կան, ռադիոակտիվ իզոտոպի եղանակը, հետո գենետիկական մեթոդ եւ այլն, դա բազմագիտաճյուղային, միջգիտաճյուղային մի համաձուլվածք է այդ խնդրի լուծման ուսումնասիրությունը։ Իսկ կա հնդեվրոպական նախալեզուն, ու որ պատկերացնում ենք այս տրոհումները, հայերենը մենակ չի բաժանվել, չէ, այստեղ նաև ենթադրություն կա, որ հիմա մենք խոսեցինք, չգիտեմ, 12-ից 15 ճյուղի մասին, հնդեվրոպական, արդյոք այդ ճյուղերից որոշ ճյուղեր միասին են առաջնային շրջանում բաժանվել, հետո նորից իրարից տարանջատվել։ Դեստեղ գալիս է իհարկե բարբառային մասնատվածության խնդիրը, ամեն մի լեզու որոշակի չափով ունի բարբառային տարբերակվածություն, ու հնդեվրոպական նախալեզուն նույնպես նորմալ լեզու էր ու միատար չէր կարալներ, նույնիսկ հենց հնդեվրոպական վերակազմության համար հաճախ դիտարկում ենք այնց բառեր, որոնք հոմանիշներ են, փոքր տարբերություններով իհարկե, ու այդ հարստությունը նույնպես ունի հաճախ բարբառային տարբեր ներկայացվածություն, ու դրա այդ համակարգային նյութի ուսումնասիրությամբ կարողանում ենք մոտավորապես պատկերացում կազմել, թե այս ճյուղերից որոնք են իրար ավելի մոտ եղել։ Հիմա հայերենի զարմիկները։ Դե անցած անգամ մենք տեսանք, որ որոշ ճյուղեր միասին են, չէ՞, ասենք բալթյան սլավոնականը, նույն ձևով հնդիրանականը, հնդիրանականը հունականի հետ եւ որոշ չափով բալթյան սլավոնականը շատ իրար մոտ են։ Իմ կարծիքով ու ըստ էության ոչ միայն իմ վաղնջահայերենը եղել է մեջտեղում արևմուտքում ունենալով վաղնջահունական հին բարբառային վիճակը արևելքում հնդիրանականը, իսկ հյուսիսից էլ արդեն բալթյան սլավոնականը, որ որոշ չափով նույնպես հարում է այդ մերձավորության աստիճանով։ Հիմա դուք օգտագործեցիր վաղնջահայերեն տերմինը, ուզում եմ նաև դրա մասին խոսել, որովհետև գրավոր շրջանի բաժանումները գրեթե բոլորիս ծանոթ են, գիտենք գրաբար, միջին հայերեն, աշխարհաբար, ասենք դասագրքերում, հանրային դիսկուրսում, բայց հետաքրքիր է, որ գրավոր շրջանից առաջ շատ թույլ կամ ընդհանրապես ոչ մի պատկերացում չկա։ Ինչ է նշանակում ասել վաղնջահայերեն ու ինչպես ենք այդ փուլայնությունը սահմանում։ Հենց ժամանակագրական այս շերտայնության մասին խոսելիս նկատի ունենանք, որ մենք խոսում ենք մեր հարազատ մայրեն լեզվի փուլերի մասին եւ մշակույթի մասին, պատմամշակութային բնականաբար իրար հաջորդող շրջաններ են եղել, այդ ամեն ինչը մեր մշակույթն է, քրիստոնեությունից առաջ եղել է մոտավորապես 4000 տարվա մեր հայոց լեզվի ինքնուրույն գոյություն ու օտարել այդ մշակույթը ու շրջանաբաժանումը բերել տեղ անջրպետի ինչ որ նոր փուլ սկսել, որ դրականն լուսավորը մինչև այդ խավար ներմուտներ, սա լրիվ հակագիտական ու ոչ միայն հակագիտական, այլև հենց հեչ սիրուն չի, այսպես ասած, ոնց որ դասական տերմինաբանությամբ ենք ասում, որտեվ
Էլի մեր 5-6 հազար տարվա ընթացքում մեր լեզուն, մեր մշակույթը եղել է անընդհատ տարբեր փուլային մշակութային համատեքստների միջով անցնելով եւ այլն բայց դա մեր լեզունն է, մեր մշակույթն է ու այդ փուլայնությունը պետք է ուսումնասիրենք ու հասկանանք։ Ու ոնց որ խոսեցինք, կարծեմ մեր առաջին զրույցի ընթացքում լեզուն շատ բացառիկ գանձարան է։ Իհարկե, ամբարել է իր մեջ որ պահում, ամբարում է այս տարբեր շերտերը։ Բայց հիմա վերադառնանք վաղնջահայերեն տերմինին, այսինքն Proto-Armenian։ Դա հենց այդ տերմինն է, այսինքն հայերենի ինքնուրույն գոյության ամենավաղ վիճակը։ Դրան նախորդող վիճակը կոչում ենք նախահայերեն։ Pre-Armenian։ Այսինքն այն ընթացքում, երբ որ հայերենը դեռ չէր անջատվել մամայի ծոցից մայր նախալեզի երբ որ դեռ այնտեղ այդ որ ասեցի որ այդ ընդհանրության շրջանում երբ որ ինքը բարբառային հարաբերություններ ուներ վաղնջա հունականին նախորդող սաղմնային վիճակից նախա հունական սաղմից հնդիրանականի այդպիսի նախա սաղմնային վիճակից ու մյուսներից այդ բոլորը իրար հետ նորից ունեին բարբառային հարաբերություններ այսինքն էլի որ նույն հնդեվրոպական լեզվական հանրություններ, բայց բարբառային արդեն ձևավորված որոշ չափով ու գնալով այդ մասնատվածությունը բոլոր լեզուների դեպքում ինչքան ժամանակ անցնում առաջ, այնքան այդ մասնատվածությունը ավելի խորանում է։ Այսինքն ոնց որ մենք հիմա ունենք որևէ լեզու եւ դրա բարբառները, չէ՞։ Նույն ձևով այն ժամանակ ունեինք հնդեվրոպական նախալեզու իր բարբառային վիճակներով։ Ու մանավանդ որ հնդեվրոպական նախալեզուն ոնց որ ասեցինք քանի հազար տարի գոյություն ունեցել մինչև ավելի նոստատիկոտ վիճակները այդ ընթացքում չէր կարա միատարելներ ու նաև իր տարածքն էլ որոշակիորեն փոխված պետք լինի եւ այլն այսինքն մենք պետքա այդ շարժման այդ դինամիկայի մեջ դիտարկենք ու բարբառային մասնատվածությունն էլ շատ նորմալ է այսինքն անխուսափելի հիմա ժամանակաշրջանների բաժանենք նախահայերենը pre-Armenian-ը ինչպես ենք սահմանում նախահայերենը կամ pre-Armenian այդ վիճակը սահմանում ենք որպես հնդեվրոպական միասնության մեջ հայերենի սաղմնային բարբառային մյուս լեզվաճյուղերի սաղմնային վիճակների հետ բարբառային հարաբերությունների շրջան Այդ ժամանակ հայերենը դեռ անջատված չէր։ Մեր թվարկությունից առաջ մոտավորապես 4 հազարամյակի ընթացքում 4 հազարամյակի կեսեր մոտավորապես։ Ու այդ մի կարևոր բան էլ եթե կարելի է, որ մենք խոսում ենք 5-6 հազար տարվա մասին, չէ։ Հիմա ժամանակ շատ կարևոր է երկու բառ նաև խոսանք առասարակ ժամանակի ըմբռնման մասին, որովհետև մարդիկ ունեն տրամագծորեն հակառակ զարմանալի մեկը մյուսից զարմանալի ու հակառակ իրար հակադիր ընկալումներ մի կողմից չի գիտակցվում ասենք թե ինչա մի 1000 տարին որ հսկայական ժամանակ է 2000-3000 ասենք մշակութային որևէ ոլորտի մասնագետի հետ խոսում ես բարի մասնագետի կամ երաժշտության կամ արվեստի կամ չգիտեմ ինչ ու մեկ էլ ինքը ասում է որ շատ հարգարժան մարդիկ գիտնականներ եւ այլն բայց այստեղ արդեն գալիս է ինչ որ բախում որոշակի մտածելակերպի ձևերի հետ ասենք բարեր են գրառել ու ասում է այդ բարը ոնց կարա բնիկայական ծագում չունենա երբ որ դա բարել են իր պապերը այդ ումից որ գրանցել են եւ նրա նույնիսկ պապի պապը այսինքն անհիշելի ժամանակ ինչ անհիշելի ժամանակ ընդամենը էլի ասենք դա կարանք խոսանք 18-րդ 19-րդ դարերի մասին սա շատ կարևոր է շատ ուրախ եմ որ այսինքն ժամանակային ընկալման երկու ծայրահեղ սխալ մեկնակետեր չէ մի կողմից ասենք այն որ պապերի հետ գործ ունեն դրանցից այդ ժամանակներից եկած որևէ մշակութային իրողության մասին ենք խոսում, իրանց թվում է որ դա ուրեմն բնիկագույն հայկականներ։ Իհարկե մենք ունեցել ենք պարեր, երգեր, արվեստ, դա շատ կարևոր է, երբեմն ոչ թե երբեմն, այլ շատ հաճախ շահարկվում է այս ինչ որ մենք խոսում ենք, չէ, ձևի թեմաները, մենք բնականաբար ունենք դրանք, բայց մշակութային լիքը բաներ նորամուծությունների են ենթարկվում, նորաբանությունների փոփոխում են նոր բաներ ու ժամանակի ընկալումը կորցնելով մարդիկ նույնիսկ մասնագետներ կարան հենց այդ ասածը ձևով ընկալեն թե անհիշելի ժամանակներից է գալի ոնց կարա դա ասենք
քրդերենից կամ թուրքերենից կամ պարսկերենից փոխառված լինել, դա բնիկ հայկական է։ Մի կողմից սա ունենք, էլի ընդգծենք խոշոր տառերով մշակութային բոլոր ոլորտներում հայերենը նույնիսկ տեղտեղ շատ ավելի զարգացած նախափուլեր ունեցել ու դրա մասին մենք անկասկած խոսելու ենք, չէ, այլ զրույցներում, բայց դրա կողքին եթե կա ինչ-որ նոր բան, մենք պետք է հասկանանք, որ դա մենակ գիտական մեթոդով է հնարավոր որոշել դրա տարիքը ու մշակութային ճանապարհը, անցած ճանապարհը, դա իրոք շատ կարևոր է։ Մյուս կողմից ունենք այն հակառակը, երբ որ մարդիկ sense աճուրդի նման շպրտում են տասնյակ հազարները, հայերենը 40,000 տարեկան է, 50,000 100,000 տարեկան է, գալակտիկայից է, ընդհանուր կենտրոնից է սկիզբ առել եւ այլն, երկու ծայրահեղ ըմբռնումներ։ Մեկը չգիտակցելով թե ինչ է նշանակում 10,000-ը ու խաղալ այդ տարիքի հետ ու գիտությունը լրիվ ավերել, քան դու քարապանել, եւ մյուս կողմից ասենք այն չպատկերացնելը, որ այնուամենայնիվ դարը կամ հազարամյակը ահագին զարգացումային ընթացք է ենթադրում ու պետքա ուղղակի փորձենք հայերենը, հայոց լեզուն ու մշակույթը դիտարկենք ողջամիտ եւ գիտականորեն ուսումնասիրելի ընթացքի մեջ ու հարգենք ու գնահատենք այն ինչ որ կա գիտության մեջ այն գիտությամբ կերտվել սարքվելա մի քանի դար գոնե ժամանակակից զարգացած մեթոդների ուղեկցությամբ ամենակիչը 2 դար կերտվել ու սարքվելա այդ գիտական հենքը իսկ վաղնջահայերենի սկիզբը որ կետից ենք սահմանում հենց տրոհումից ոնց որ արդեն ասեցինք, դե իդեպ աճարանը ու հատկապես Ջահուկյանն են շատ զբաղվել շրջանաբաժանման, այս փուլայնության ուսումնասիրությամբ ու հենց այդ ժամանակները որոշելու հարցերով, հենց այդ դիտանկյունից մենք նորից ամփոփենք նախահայերենը դեռ չտրոհված, դեռ հնդեվրոպականի ներսում հայերենի սաղմնային բարբառային վիճակն է, դեռ չի անջատվել, դեռ չի ձևավորվել որպես առանձին լեզու։ Իսկ հետո արդեն, երբ որ տրոհումը եղավ, առանձին ճյուղեր արդեն անջատվեցին մայր հանրությունից, այդ ժամանակ արդեն կարանք խոսանք հայերենի, հունարենի առանձին ինքնուրույն գոյությունների մասին։ Հնդկերենի կրողների մասին դեռ չենք կարող խոսանք, որովհետև նախ իրանք հնդկական, հնդիրանական ճյուղով են անջատվել, իհարկե դա չի նշանակում, թե հայերենն ու հունարենն էլ այդ տրոման փուլում արդեն ձևավորված առանձին կամ մենք առասարակ չենք էլ խոսում ազգ, էթնոս եւ այլն այդ բաների մասին, չէ, այնուամենայնիվ, քանի որ առանձին ճյուղեր են հայերենը, հունարենը ու մերկու ալբաներեն, թրակերեն, պլուգերեն, թոխարեն, այսինքն համեմատաբար քիչ ճյուղեր, ինքնուրույն լեզուներով ներկայացված հայերենը դրանցից մեկն է։ Ու ըստ էության Ինչքան էլ շատ տվյալներ չունենանք, թե ինչ աստիճանի մասնատված են եղել իրանք, կամ ինչ աստիճանի համախմբում է եղել, այդ ասածս ազգ կամ այլ միավոր դիտարկելը բանը մի կողմ ենք թողնում, չէ, հիմա մենակ լեզվական այդ ընթացքը, ու դա անխաթար ընթացք է եղել, որովհետև եթե ինչ-որ պահի խզվեր, մենք կունենայինք արդեն այդ արմատներից կտրված եղնելու հանգամանք ու պաստորեն ուրիշ լեզու կլներ արդեն։ Իսկ հրաչ, եթե փորձենք նախահայերենն ու վաղնջահայերեն այս փուլայնությունը տեղադրենք հնագիտական ժամանակաշրջանների հետ, ոնց է սա համընկնում։ Դե հետաքրքիր ձևով համընկնում է հենց բրոնզի դարի, բրոնզի շրջանի հետ։ Վաղ բրոնզ, միջին բրոնզ եւ ուշ բրոնզ մոտավորապես դա հենց 4000-ամյակի մասին է խոսքը ու ամենահին փուլը սկսում ենք այդտեղից ու հարմար է հենց իրոք այդ հնագիտական եւ հնդեվրոպական համատեքստները իրար հետ համադրելը։ Հիմա դու պատմահամեմատական լեզվաբան, սա քո համար տեսանելի, թափանցելի, ռենտգենի տարբեր ապարատներ, մեթոդներ ունես եւ այլն, բայց հասարակ մահկանացու համար, որը հայերենի կրող է ու ամեն օր կենթանի հայերեն է խոսում, լսում, ընկալում, մտածում եւ այլն, այս հազարամյակների ամբարված շերտերը միգուցե տեսանելի չեն։ Ոնց կարող ենք մենք այս զրույցի ընթացքում մի փոքր կիսել, բաժանել
այդ շերտերը ու մարդկանց միգուցե բանալիներ տալ։ Այսինքն նկատի ունես, որ հիմա մենք ունենք համաժամանակյա կտրվածքով արդի հայերենը, արևելահայերեն կամ արևմտահայերեն, խոսակցական բարբառներ կապ չունի, բայց ունենք այդ արդի լեզվավիճակը, ոնց ենք թափանցելու դրա մեջ, ասենք դա ինչ որ շղարշի տակ է ու լեզվակիչների գիտակցության մեջ կա այն իրողությունը, որ մի շղարշի մեջ եկել են իրար կողքի շարվել են բոլոր լեզվամիջոցները, չէ, համակարգի ձևով, բայց իրականում իրանք արտացոլում են բազում տարբեր շերտեր։ Օրինակ, հավաքել են ծծանի սպունգի նման, հավաքել են այդ շերտայնությունը արդեն մի տեսանելի շղարշի մեջ։ Ասենք կարող ենք ինչ-որ կենցաղային օրինակ տալ։ Կենցաղային երևույթի։ Իհարկե, կարանք բառի հոմանիշախմբի, առանձին բառի կամ ինչ-որ քերականական ձևի տարբեր օրինակներ վերցնենք։ Ամենակենցաղային օրինակ, ասենք սափրվելը։ Մարդիկ այն ժամանակվանից էլի խուզել են, չէ, մազերը, կամ գլխի մազերը, կամ դեմքի մազերը մեծ տարբերություն չկա, սափրվել, արդի ոսկեղենիկ տերմինով ասել, թրաշվել։ Հիմա սա ինչ հոմանիշային հարստություն ունի։ Ածիլվել։ Դա էլ բնականաբար հիմա կարևոր է թե հասկանանք որ շերտից է գալիս հետո կան նաև այնպես բաներ մենք խոսում ենք չէ փոփոխությունների մասին մոռացությունների մասին ավելի հնում ոնց են մարդիկ ասել այդ գործողությունը չէ ու պարզվում է որ կա հենց ամենահինը ու դա գերծում բայնն է որ հիմա արդի հայերենի լեզվակիրները չգիտեն մոռացել են բայց դա գրափարում վկայված է գերծ բայարմատը ու դա ոչ միայն հենց ամենահին փուլից կա ու հենց ածիլել սափրվել խուզել այդ բնիմաստով լավ վկայված է այլև հենց հնդեվրոպական ծագում ունի ու ընդ որում այդ իմաստային զարգացումը հայերենի հողի վրա չի եղել, այլ հենց համահնդեվրոպականում կար, որովհետև մենք մի քանի առիթներով հիշեցինք թոխարերենը, չէ, որ շատ հին, տրոված, շատ կարևոր առանձին ճյուղ է Չինաստանի Թուրֆան, այդ կողմերը։ Հնդեվրոպական ընտանիքի են ամենածայրամասերում, ու շատ շուտ տրոված, հիմնական մայր լեզվից ու ահագին ճանապարհ անցած, մի խոսքով շատ ունիկալ, հետաքրքիր տենց ճյուղ է։ Հիմա այնտեղ կա մեր այս գերց բայարմատի ցեղակից է, որ հնչյունաբանորեն, ստուգաբանորեն շատ ամուր ընթացք ունի ու հենց ինքն էլ նշանակում է ոչ թե ասենք պարզապես կտրել մտրել, որ հետո հայերենի հողի վրա խուզել կամ ածլել է նշանակել իմաստային զարգացմամբ, այլ հենց նույն այդ իմաստը ունի, այսինքն ամենահին նախահայերենի փուլում էլ գերց արմատը հնդեվրոպական ժառանգությամբ կար, բնիկ հայկական ամենահին բանն է ու այնքան հին, որ հիմա էլ արդեն մոռացության է տրվել, չէ, ու այն ժամանակվանից նշանակել է խուզել, ածիլել։ Բայց հետո ունենք հենց շատ լավ հոմանիշ հիշատակեցիր, ածիլել, ածելի գործիքն է, չէ, դա նույնպես բնիկ է, բայց արդեն հայերենի հողի վրա է կազվել։ Դրա հիմքում ընկած է ածեմ բնիկ հայկական արմատը, բայց ածել, հետո ածելի գործիքը բայը ներողություն գոյականը գործիքի անվանում է, այդ արդեն այդ ամեն ինչը բնիկ հայկական արմատի վրա հայկական բառակազմական միջոցներով սարքվել է ու ընթացքի մեջ է եղել հայախոս շրջանում։ Իսկ սափրել թրաշվել է։ Դրանք սափրելը սեմական փոխառություն է, վարսավիրը իմիջիալոց դա էլ շատ կարևոր է, վարսավիր եղել է նաև այով վերջում վարսավեր, որ զավեշտականորեն կարա հասկացի որպես վարսերը ավերող, բայց բնականաբար ուրիշ արմատների գործ հենց այդպես է։ Իհարկե Այստեղ սեմական սափրել ու իրանական հնոտ ոչ թե նոր պարսկերենից, այլ միջին իրանական փուլից փոխառություն վարսավիրը։ Վարսը ինքը հենց իրանական փոխառություն է, երկրորդ բաղադրիչը նույնպես ընդեղից։ Հետո ունենք արդեն թրաշվելը, որը արդեն նոր փուլից պարսկերենի նոր փուլից է գալիս, որոշ բարբառներում թուրքերենի հետ այնտեղ ելևեջներ եւ այլն ու նաեւ այլ տարածաշրջանի այլ լեզուներին է գնացել այդ բայը, դա ամենաերիտասարդն է։ Իհարկե կողքը ունենք նաեւ առանձին բարբառային բան, ասենք մազերը վերանել եւ այլ տիպի կազմություններ, որ հին վկայություններ շատ չունեն, բայց այս շարքը կարանք մեծացնենք, բայց գոնե այս 5 հատ հիմնականը այն ամենավաղնջա
հայկական փուլից սկսած գերծելով, հետո ածելել, սափրել վարսավիր անողը, չէ, սափրողը, թրաշ եւ այլն։ Այսինքն տեսնում ենք, թե նույն հասկացության մեջ ինչ շերտեր կան ու սա դեռ մենակ այդ հիմնագաղափարն է, որ դրա հետ կապված այն մյուս հոմանիշները դրա մաս կազմող գործողությունների առանձին կամ գործիքի անվանման տարբերակներ եւ այլն, ստացվում է ոնց որ այն ժամանակ ենք խոսում լեզվամշակութային այդ դաշտի ուսումնասիրության հսկա մի ասպարեզ, չէ, ստուգաբանական մեթոդով։ Քանի որ այս խաղիկը մեզ երկուսիս էլ շատ հաճելի է, հույս ունեմ դիտորդներին էլ, հիմա մենք կենցաղային ինչ-որ երևույթի օրինակով խոսեցինք, իսկ արդյոք կարող ենք այդ շերտերը տեսնել մի բառի մեջ։ Օրինակ բռնենք մի բառ ու վիրահատենք։ Դե օրինակ մարմնամաս, աչք, չէ, աչք բառը իր հոգնակին գրափարից դասերը հիշեցի ու փայլատակեց արդեն ընդեղ արդեն երկու շրջան հենց մենակ աչք բառի մեջ եկավ երկու հատ քերականական զարգացում քնհանեցի ակնը հիշեցի ու այդ ակնը օգնում է որ նույնիսկ չեն վիրահատենք հեսա դրանք կվերադառնանք բայց մեր ելակետը հիմա աչքներ ձևն է դե մենք գիտենք աչքեր նոր հոգնակին աչքերա չէ բայց եթե մի քանի հոգու մասին ենք խոսում մի քանի զույգ աչքերի մասին ասում ենք աչքներ հենց կոսած հրաշալի օրինակ աչքները լույս չէ ինչ ունենք ուրեմն ունենք աչքներ ձևը չէ դրա կրկնակի հոգնակի կրկնակի չի ավելին նախ ները մենք հիմա միավոր ենք հաշվում չէ բայց իրականում ինքը բաղադրյալ է նի եւ գումարած AR հոգնակի կամ ավելի շուտ հավաքական ածանցը նի չէ նի ասենք մենք ունենք այն հայտնի բարբարային տենց խոսքեր անեկդոտներ կային է ավազակնի խուլիգանի եւ այլ նին հայտնի հոգնակերտա նին գումարած AR տվելա ները այս երկու հատ պարփակված մեկի մեջ որ արտի հայերենում այդպես են մեկը գիտակցվում հա մենք ունենք էր կամ ներ բայց նեի ծագումը հենց գալիս է նից ու չնայած ուրիշ տարբերակներ են դիտարկվել, դա առայժմ թողնում ենք իմ կողմ, բոլոր դեպքերում N-ն ու AR-ը իրարից ծագումով անջատ են։ Հետո տակը մնում է ինչը, աչքը, թվում է թե արդեն հասանք տեղ, բայց դեռ չենք հասել, որովհետև բնականաբար մենք գիտենք աչեր եւ այլ ձևեր ու քն հասկանալի է, որ գրափարյան հոգնակերտն է։ Ձերք, իհարկե, անպայման, իհարկե։ Միտք մենակ մարմնամասերը չէ միտք ու խելք եւ այլն լիքը տես բաներ հիմա քնել հանեցինք այս եղավ այդել գրափարյանը հոգնակի ք նի AR այս իրեքը եղավ ու դա դեռ ամբողջ չի որ տակը մնում է աչ թվում է թե արդեն հասանք ատոմին չէ ատոմը այն անբաժանելին է որից չնայած հետո պարզեց որ այդտեղ էլ կան խոսալու բաներ հիմա տվյալ դեպքում աչը էլի դեռ վերջը չի որովհետև աչի մեջ հնդեվրոպական օկ արմատն է երևի երրորդ կոկորտայինով մասնագիտական բաների մեջ չենք մտնում բայց համենայն դեպս ոնց որ սլավոնական ցեղակից է օկը չէ մենք մեր մոդել ունենք ակն որ իհարկե այնտեղ կն ածանցի հարցն է բայց մեկը դրա հիմքում ընկած է հնդեվրոպական ակ տիպի մի հատ արմատ չէ ակնը իր ածանցական դրսևորումով չնայած այլ արմատական չի, բայց մեկը էլի արտացոլում է դրա հին եզակին, ակնը հին մի հատ աչքը։ Ու մեր արտի հայերենի կրողներին շատ ծանոթ է արդեն ակնոց, ակնաբույժ եւ այլն։ Ու ակունք, որը արդեն այդ նույն արմատի այլ իմաստային զարգացումն ականատես, բնականաբար, նույնիսկ ականատը այսինքն ակն աչք ու ակունքը բան դա արդեն շատ ավելի խորքային բաների մեջ են գնում բայց հիմա եթե վերադառնանք ակնին ակն ու դրա կողքը ունենք աչ առանց քի իր հին նախնական ձևը եղել է աչ որը երկակի ձև է այսինքն dual դա մի թվի մի առանձին կարգ է որ հնդեվրոպական նախալեզուն ունեցել է ու նաև առանձին ճյուղեր դեռ պահպանել են հայերենը կորցրել է դա քերական կարգի ձևով բարձաբանելու համար այս պահին մեզ բոլորիս ծանոթ է եզակի հոգնակի եզակին եթե շատ լեզուներ ունեն ընդամենը հոգնակի եթե մեկից ավելին հոգնակին բայց հնդեվրոպական լեզուներ ունեցել են 3 բաժանում եզակի երբ որ մի բանից երկու հատ կա դրա համար սովորաբար երբ որ զույգով հանդես գալիս դա երկակիով է ընդ որում ոչ միայն հենց իր ձևը այլև իր
հենց հոլովական համակարգում, եթե ինքը բայի հետ է կապվում, բայերն էլ համապատասխան ձևով խոնարհվում են առանձին քերականական կարգերով։ Սա շշմելու հետաքրքիր բան է։ Հայերենը այդ կարգը որպես գործուն կարգ կորցրել է, բայց շատ հետաքրքիր հետքեր մնացել են, բազում տեղեր տենց ամբարված, զմրսված, դրանից մեկը աչքն է։ Հիմա ռուսերենում ոնց որ նորից հանկարծ սխալ մեկնաբանումներ չգնան, որ բերեցինք ռուսերենից կրծել չէ բացարձակապես, մենք խոսում ենք հնդեվրոպական նույն մայր լեզվի տարբեր ճյուղերի, բալթյան սլավոնական, հնդիրանական, հայկական եւ այլն։ Հիմա տվյալ դեպքում հրաշալի զուգահեռը սլավոնականը, ռուսերեն օկը ունենք, որպես ասում ենք как զենիցու օկա, չէ՞, պահել աչքի լույսի նման եւ այլն։ Այդ օկն արմատական ձևն է, որի կողքը ունենք օչի չորնե եւ այլն։ Օչին հենց այդ իրա իով հենց երկակի այդ դուալի վերջավորությունն է։ Հիմա փաստորեն ստացվում է, որ աչքը որ թվում էր թե էլ չեն կարող կտրտեն, բայց այդ չեն, որ մի հատ հնչույթ է ընդամենը, մի հատ չնայած բարդ, չէ, պայթաշփական հնչույթ է, շչական տարբերակով, չ։ Հիմա այդտեղ երկու բաղադրիչ կա, այդտեղ կնա, մեկ էլ դրա այդ ի պատճառով իրա կմայնացումը, այսինքն կն դարել է չ ու այդտեղ հիմքում ընկած է եղել, ուրեմն ակ տիպի ինչ-որ մի հատ բան, հետո այդ կն դարել է չ այդ երկակի պատճառով, հետո ավելացել է, քանի որ արդեն երկակին կորցրել ենք, էլ չի գիտակցում, որ երկակին առանձին քերականական բան կա զույգ գոյականների համար։ Անհրաժեշտություն առաջացել հոգնակիությունը այնուամենայնիվ որևէ կերպ դրսևորելու, չէ՞։ Բնականաբար օգնության է եկել ք հոգնակերտը։ Աչք հետո էլ արդեն էրը եւ ները կրկնակի, այսինքն այդ աչքներ ընդամենը քանի տարա 6 երը դ եթե դեն թողնենք մի կողմ 6-ա ու տեսանք ասենք քանի շրջան մենք ունենք ու բոլորը կազմված են մեկից տարբեր եղնելու քերականական գաղափարի հետ երկակի ու մի քանի հատ հոգնակերտ շարված են իրար հետևից հրաշալի նապոլեոն տորթի մի հատ բան մի հատ քերականական ծրի իսկ կարող ենք ավարտել մի ամբողջ նախադասությամբ եթե նկատի ունես էլի շերտայնությունը ապա ամեն քայլափոխին կարանք այնց նախադասություն տարբեր ձևի հազարավոր ունես բաներ անենք, որոնց մեջ ոչ մի միատարրություն չկա ու որոնք տարբեր շերտեր են ցուցաբերում, բայց այսօր լեզվակրի համար իրանք եկել շարվել են մի գծի վրա, թվում է թե հա մենք ունենք այս պահին այս լեզվավիճակը, մի հատ պարան ունենք, ստեղից սա ենք վերցնում, բայց դրանք բոլորը այդ պարանների համապատասխան դարակները բոլորը գալիս են ամենատարբեր շերտերից։ Հիմա շատ հպանցիկ մի պայմանական օրինակ վերցնենք Շինարար մուշեղը եկավ լուսավոր խանութ, 5 կիլո խնձոր առավ եւ դուրս ելավ։ Շինարար իրանական փոխարություն, մուշեղը խեթական փոխարություն, աճարանի դեռ փայլուն սուգաբանություն մուրսիլիսից է գալի։ Եկավ զտարյուն հայկական հնագույն ամենակարևոր հետնել եկն այն տարահիմք բայերից։ Լուսավոր լույս բնիկ հայկական հնդեվրոպական ցագման արմատ, ավոր բնիկ հայկական ածանց։ Խանութ ասորական փոխարություն, որում իդեպ շատ հետաքրքիր է, որ երբեմն այս փոխարությունները կարևոր մշակութային դիտանկյունից կարևոր է ընդգծելը, որ երբեմն մենք ոչ միայն լեզվականորեն, լեզվական սուգաբանական մեթոդով հստակորեն ցույց ենք տալի, որ սա բնիկ է կամ բնիկ չի, փոխարված այս լեզվից կամ այն լեզվից, երբեմն ունենք նաև արտալեզվական չքնաղ հաստատում, օրինակ լուսավորի խանութի դեպքում ներսես շնորհալին մի հրաշալի հանելուկ ունի, որտեղ ասում է, որ ասորին նվիրված հանելուկի մեջ ասում է, որ սաստիկ ճարտարա խանութի գործում։ Այսինքն հստակ տեսնում ենք կամուջ, որ խանութը այդ առևտրի ոլորտում աչքի են ընկել ասորերենը առանձնակի ուշադրության կենտրոնում պետք է լինի ու խանութ բառը ասորական փոխարությունն է։ Հիմա 5 բնիկ հայկական կիլո նոր ռուսական փոխարություն, որը իհարկե սլավոնական ծագում չունի, բայց մեկ անենք ռուսերենից ենք վերցրել, խնձոր խորեական փոխարություն, առավ, դուրս ելավ, մեկ էլ եւը, բոլորը բնիկ հայկական։ Ինչ է դուրս գալիս այսօրվա լեզվակիրը դա մի շնչով ասում է
այդ բանը, այդ նախադասությունը, ու սա թվում է թե համաժամանակյա կտրվածքով մի հատ շերտ է, բայց իր մեջ արտացոլված են ամենատարբեր շերտերից խեթական փոխառություն, խորոյական փոխառություն, իրանական փոխառություն, նոր ռուսական փոխառություն եւ այլն, ավելի շատ բնիկ հայկականներն են ու քերականական վերջավորություններ, բան, ելավ, ավը, սրանք նույնպես բնականաբար ամենակարևորներն են ու հենց խոսքը սարքելու քերականական ատազն են, նյութն են ու էլի միշտ բնիկ հայկական են։ Ու երևի ավարտեմ մի շատ պատկերավոր համեմատությամբ, ես սիրում եմ այս ժամանակագրական շղարշը համեմատել մթնոլորտի հետ, մենք որ նայում ենք աստղերին, մեզ տպավորություն է ստեղծվում, թե դրանք բոլորը սիրուն շարված են մի հատ այնց կլոր կամարի մեջ, իրար կողքի սիրուն ընդելուզված են։ Իրականում գիտենք, որ տեն չի, չէ, այդ աստղերը բոլորը տարբեր հեռավորություններ ունեն մեզնից, մեկը 4 լուսատարի, մեկը 500, մեկը շատ ավելի հեռու է, մեկը 40 եւ այլն։ Իրանք իրար կողքի են ու մթնոլորտը, օդային թաղանթը, իրանք բոլորը բերում է շողուլի ու մի հատ կամարի տպավորություն է սարքում։ Հիմա մեր արդի հայերենը էլի այդպիսի մի տենց մթնոլորտային շողուլ բերվածք է, որը իրականում պարունակում է բազում շերտեր սկսած մեր վաղնջայկական փուլից ու իրար հետևից դենց շերտերով գալիս են այդ բնիկ ու բազմա շերտ փոխարյալ շրջանները, որոնք արտացոլվում են ամեն մի լեզվական միավորի մեջ, երբեմն առանձին մի միավորի մեջ, երբեմն մի նախադասության մեջ կարանք տեսնենք այդ ամբողջ հարստությունը։ Հրաշալի ու տպավորիչ համեմատություն։ Փոխառությունների մասին իհարկե մենք էլի կխոսենք, բայց ինձ նաև մեթոդների, չէ, ոնց տարբերակենք բնիկները առանցքային հարցերից մեկն է։ Բայց ինձ թվում է, որ շատ կարևոր էր այս համատեքստը, որ արդեն դրա վրա կառուցենք մեր մյուս զրույցները։ Շատ շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ This special series was conceived by Dr. Shushan Karapetyan and developed in collaboration with Dr. Hirac Martirosyan and Mihran Sahakyan. This episode was produced and edited by Brandon Walsh and associate produced by Mihran Sahakyan. Translation services were provided by Paranzem Vartanyan with creative direction by Fian Gambo. Language Therapy with Dr. K is a podcast from the USC Dornsife Institute of Armenian Studies.